տեսեք, ինչ վերաբերում է առաջին հարցին, ուրեմն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագիր չի կարող ստորագրվել, մինչև որ Ադրբեջանի Հանրապետությունը չստանա ինչ ուզում է Հայաստանի Հանրապետությունից, իսկ Ադրբեջանի Հանրապետության պահանջները չբավարարվեն։ Իսկ որոնք են այդ պահանջները։ Ամենաառաջինը, ինչպես այսօր Հայաստանի Հանրապետության զանգվածային լրատվական միջոցներում են անդադար թեման բարձրացնում, դա ոչ թե սահմանադրության փոփոխումն է, փոփոխությունը Հայաստանությունում, այլ առաջինը դա անկլավներն են, տարածքներն են, որ Ադրբեջանությունը պահանջում է։ Այսինքն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև այս պահին ընթանում է դեմարկացիա, դեմարկացիա, սահմանազատում, սահմանագծում, ինչի շրջանակում բոլոր տարածքները, որոնք խորհրդային Ադրբեջանի Հանրապետության կազմում են եղել, բայց այնպես ասենք, խորհրդային միության իշխանությունների շնորհիվ հայտնվել են, այսպես ասենք, Հայաստանի Հանրապետության խորհրդային Հայաստանության կազմում կամ հակառակը խորհրդային Հայաստանի Հանրապետության տարածքները խորհրդային իշխանությունների շնորհիվ հայտնվել են խորհրդային Ադրբեջանի Հանրապետության կազմում, պետք է այսպես ասենք փոխանակվեն։ Դա նշանակում է, որ այս պահին կան 4 անկլավներ եւ 4 սահմանամերձ գյուղեր, որոնք Ադրբեջանությունը հավակնում է։ Դա մի մասը արդեն ինչքանով որ ես եմ հասկանում, սահմանազատում, սահմանագծում գործընթացի շնորհիվ սկսել են փոխանակվել կամ հանձնվել, կամ մի խոսքով փոխանակվել, անվանենք այսպես, կամ հանձնվել։ Դրանցից 4 անկլավներն են, ամենամեծը Տիգրանաշենը Քյարքին, հետո Սոֆուլում, Բարխուդարում եւ Վերին Ոսկեպարը, սրանք անկլավներ են, որոնք չունեն ընդհանուր տարածք Ադրբեջանի Հանրապետության ընդհանուր ցամաքային սահման շփում Ադրբեջանի Հանրապետության հետ։ Մնացած 4 ներքին Ոսկեպարը, Բաղանի Սայրումը, Խերեմլին եւ Բաղանի Սայրումը, սրանք սահմանամերձ բնակավայրեր են, որոնք ընդունեն ընդհանուր սահման Ադրբեջանի Հանրապետության հետ, բայց այստեղ ամենավտանգավոր անկլավներն են, ինչու, որովհետև օրինակի համար Տիգրանաշենը Քյարքին գտնվում է Արարատի մարզում Հայաստանի Հանրապետության, որի միջով անցնում է M2 միջպետական մայրուղին, որի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը ունի ավտոմոբիլային ցամաքային հաղորդակցություն Իրանի Իսլամական Հանրապետության հետ, հետևաբար եթե M2 մայրուղին Ադրբեջանի Հանրապետությունը վերցրեց փակեց, իսկ ինչի պետք է վերցնի փակի, որովհետև ես 2020 թվականի նոյեմբեր ամսից բաղվում է այն մասին, որ վտանգ եմ տեսնում, որ կարող է Գորիսկապան ճակատային ճանապարհը մի մասը հայտնվի Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ, այդպես էլ եղավ, Ադրբեջանությունը վերցրեց այդ ճանապարհը անցակետերի տեղակայեց, հայկական կողմը զրկվեց այդ ճանապարհով այդ ճանապարհին օգտվելու հնարավորությունից, ինչը շատ մեծ լոգիստիկ եւ ռազմավարական նշանակության խնդիրներ եւ մարտահրավերներ առաջացին Հայաստանի Հանրապետության համար։ Հիմա նույն բանը անելու են այստեղ, վերցնելու այդ անկլավը, այնտեղ 2 անցակետ են դնելու, ամբողջությամբ փակելու են այդ ճանապարհը եւ հայկական կողմը զրկվելու է այդ մայրուղուց, M2 միջպետական մայրուղուց, իսկ M2 մայրուղով Հայաստանի Հանրապետությունը սնուցում է Վայոց ձորը, Հայաստանի Հանրապետությունը սնուցում է Սյունիքի մարզը։ Ես կրկնեմ, որ Վայոց ձորը եւ Սյունիքի մարզը երկու կողմից Նախիջևանի Քրավար Հանրապետության տարածքից եւ Ադրբեջանի Հանրապետության տարածք, քանի որ պետք է նշել, որ Զանգելյանը Կուբատլին Քելբաջարը եւ Լաչինը անցել են Ադրբեջանի Հանրապետության տիրապետության տակ, հետեւաբար Ադրբեջանությունը արևելքից սեղմում է այս երկու մարզերը առանձնակի ռազմավարական սնուցում պետք է ունենան, բայց թիվ 1 սնուցումը ավտոմոբիլային ճանապարհն է, որը կարող է որից հարկավոր է հայկական կողմը զրկվել, ռեզերվային գրունտային ճանապարհ սարքել կամ սարերից, այսպես ասենք, ալտերնատիվ ճանապարհ, այսպես կոչված Սելի Միլիարնանցկով, դա լուծում չի, Հայաստանի Հանրապետությունը պետք է լիարժեք ասֆալտապատ ճանապարհ, քանզի
զինված ուժերը սնուցելու համար մեծ արագությամբ են պետք է բեռները տեղ հասցվեն, որովհետև թե նորից եմ ասում, Վայոց ձորի Սյունիքի մարզը սեղմված են երկու կողմից, Ադրբեջանի Հանրապետության կողմից, երկու ուղղություններով սեղմված են, երկու կողմից սեղմված են, ռազմական գործողություններով հարված երկու կողմից են անցկացվում, գալու անց պետք է շատ արագ մատակարարում, մարդկային ռեսուրսի տեղ հասցվում, նյութական վառելիքակսական նյութերի ռազմամթերք հասցնել, զինտեխնիկա հասցնել, նոր կենթանի ուժ, մոբիլիզացիոն ռեզերվները այնտեղ տեղակայել արագ հայտնել, իսկ այդ ամեն ինչի համար պետք է ասֆալտապատ ճանապարհ, որը թույլ կտա մեծ արագությամբ բեռնատար ավտոմեքենաների տեղաշարժվել եւ տվյալ ճանապարհը պետք է ունենա բարձր բաց թողունակություն, то есть высокая пропускная способность. Որը թույլ կտա միաժամանակ հանդիպակաց մի քանի բեռնատար մեքենաների անցնել իրար չխանգարելով, այսինքն մի կողմից սնուցումը գնում է, մի կողմից էլ եթե իրավորներին կամ խաղաղ բնակչությանը տարհանում են, եթե նման խնդիր կլինի, հետեւաբար ճանապարհները ծանրաբեռնված են, պետք է ճանապարհներին բարձր բաց թողունակություն, высокая пропускная способность дорог. Ես նորից եմ ասում, Հայաստանի Հանրապետությունը կարող է այդ ամենից զրկվել, որովհետև նոր ճանապարհից եթե զրկվեց միայն գրունտային ճանապարհը, նախ գրունտային ճանապարհը այնտեղ հարցի լուծում չի, որովհետև որոշ դեպքերում ճանապարհը թույլ չի տալիս բեռնատար ավտոմեքենաներին այնտեղ անցնել հաշվի առնելով տեղանքի, այսպես ասենք, առանձնահատկությունները, ճանապարհը սարքում է, պետք է նշել, որ որոշ ճանապարհներ այդ ուղղությամբ, որ ալտերնատիվ ուզում են սարքել, անցնում են որոշ գյուղերի միջով, հետևաբար տների արանքով, այսպես ասենք, հա, գյուղացիների, իսկ այնտեղ կարող են անցնել այնպիսի ավտոմեքենաներ, ինչպիսին 21 03 06 ավտոմեքենաներ, Ժիգուլիներ, այսինքն նման տիպի փոքր մարդատար մեքենաները, բայց որ բեռնատար մեքենաներ, անց համար որպեսզի ճանապարհ հարմարեցվի, դրա համար տևական ժամանակ է պետք, բայց այդ ժամանակը չունի, որովհետև բնակավայրերը այնտեղ Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում պետք է սնուցվեն սննդամթերքով, դեղորայքով, վառելիքակսուկային նյութերով, առաջի կենցաղային նշանակության կարևորության իրերով, սարքավորները եւ այլն, որպեսզի նրանց առօրյան ապահովեն։ Եվ այս պայն Հայաստանի Հանրապետությունը ունի միայն ավտոմոբիլային ճանապարհ, ցամաքային հնարավորություններ դա անելու բեռնատար ֆորաներով։ Հայաստանը չունի օդային հնարավորություններ, ուղղաթիռային տրանսպորտային, ինքնաթիռային ավիացիա եւ Հայաստանը չունի այնպիսի օդանավակայաններ Վայոց ձորում եւ Սյունիքի մարզում, որոնք թույլ կտան ընդունել մեծ քանակությամբ նման ինքնաթիռներ, սնուցել եւ բացի դրանից իրերի ապրանքների ինքնարժեքն է ավելանալու, իսկ պետք է հասկանալ, որ Երևանից ինչքան հեռու, այնքան բնակչության վճարողունակությունը платежеспособность այնքան ավելի ցածր է, մարդկանց սոցիալական տնտեսական վիճակը ավելի ցածր մակարդակի վրա է։ Դրանաբար շատ խնդիրներ են առաջանում, պատերազմը սկսեց, նորից եմ ասում, ռազմամթերք հասցնելու խնդիր ծագելու եւ այլ, դրան գումարած քո ալտերնատիվ ճանապարհը, որ դու ուզում ես սարքել, ալտերնատիվ Տիգրանաշենի քարքից, այսպես ասենք, շրջանցող, գտնվում նշանակության տակ, գտնվելու է նշանակության տակ Ադրբեջանից զինված ուժերի կողմից համ Նախիջևանի ինքնավար հանրապետության, համ Տիգրանաշենից քարքից, հետեւաբար կարող ամբողջությամբ կտրես ադրբեջանական կողմ շատ է սիրում այդ ռազմավարությունը օգտագործի հետախուզահարվածային անօթաչութային հարձակման միջոցներով, հետախուզահարվածային անօթաչութ մարտավարական հետախուզահարվածային անօթաչութ սարքերով, մարտավարական հետախուզահարվածային անօթաչութ սարքերով, ռազմավարական հետախուզահարվածային անօթաչութ սարքերել չեմ ասում ժամանակակից բազմից ասեմ ադրբեջանական կողմը դրոնային զորքեր է ստեղծում, որոնք համալրված են FPV դրոններով, First-person view դրոններով, հետախուզահարվածային, որոնք ամբողջ օրը 24 ժամ շաբաթի օր փակելու են այդ ճանապարհը կտրեն սնուցումից, այսինքն լրջագույնս խնդիրներ կան, լրջագույնս, դրա համար այդ ճանապարհի տալը շատ մեծ դերի վտանգ շատ մեծ դերի խաղում է ճանապարհը Հայաստանի Հանրապետության կենսունակության համար Հայաստանի մի մասը սնուցում է փաստացի Վայոց ձորի Սյունիքի մարզի ճանապարհով, դրանից բացի Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանությունը ունի երկու բաց սահման, որից մեկը Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը կրկին սնուցում է այդ ճանապարհով, այսինքն Իրանի Իսլամական Հանրապետությունը ինչ մտնում է, Երևան հասնում է M2 մայրուղով, M2 միջպետական ճանապարհով։ Մեծ ճանապարհը փակեղավ շատ լուրջ խնդիրներ են ծագելու, չեմ ասում, որ
Գորիսկապան ճակատեն ճանապարհ, որ ադրբեջանական կողմը վերցել փակել անուն դրել էր Էյվազլի, այդ ճանապարհը փակելուց հետո հայկական իրանական բեռնատարն արդեն է խնդիրների հետ բախվել։ Նորից եմ ասում, կա 4 անկլավ Տիգրան Աշենքյարքին, Սոֆրուն Բարխուդարլուն Տավուշի մարզում են, դրանց տալը նշանակում է, որ Իջևան Բերդ ճանապարհը փակվելու է։ Դրանց տալը նշանակում է Հայաստանից ու Վրաստանի Հանրապետության տանող ճանապարհներից մեկը փակվելու է, չեմ ասում գազատար խողովակներ Վրաստանից գալիս են եւ Իջևան նոյեմբերյան ճանապարհն է, այսպես ասենք փակվելու լրջակույնս խնդիրներ կան գազատար խողովակներ իր հերթին դրանց գումարը 4 սահմանամերձ բնակավայրերն են, ինչպես ասեցի, ներքին ոսկեպարն է, Խեյրիմլին, Ղզել Հաջլան, Բաղանիս այրումը, որոնք կրկին ադրբեջանությունը պահանջում է եւ ակնկալում է ստանալ, դեմարկացիա դելիմիտացիա, համազատում, սահմանագծում, այսպես ասենք գործընթացի շրջանակներում, դրան գումարած 4 կարևորագույն անկլավները Տիգրան Աշենքյարքին, Սոֆրուն Բարխուդարլուն եւ Վերին ոսկեպարը։ Հետևաբար սրանց տալը լրջագույնն է, ռազմավարական նշանակության, տնտեսական նշանակության շատ մեծ վտանգներ եւ խնդիրներ է առաջացնելու Հայաստանի Հանրապետության համար։